Ես ուզում եմ մի մասնավոր դրվագ պատմել, երբ իմ ընդունարան զանգել էր, շատ են զանգում այդպիսի հարցերով, մի վստահված անձ վերահաշվարկի տեղից, և երբ օգնականը ասեց, որ Բարգավաճ Հայաստանի վստահված անձն է, ասի անմիջապես միացրու իր հեռախոսի համարը վերցրու։ 3 անգամ խոսել ենք այդ վստահված անձի հետ, չեմ ասի ոչ անունը, ոչ ընտրատարածքը, խնդիրը մեկ քվեաթերթիկի մասին էր։ Եվ այդ մեկ քվեաթերթիկի մասին և ես, և Կենտրոնական տրական նախագահ զանգել ենք ընտրատարածքային տրական հանձնաժողովի նախագահին, համոզվելու համար այդ մեկ քվեաթերթիկը ճիշտ հաշվարկվեց արդյունքում թե ոչ։ Այստեղ մեղադրվում է ոչ թե ես 7 հոգի, այլ մեղադրվում է մի ամբողջ ինստիտուտ։ Դա անթույլատրելի է իմ համար։ Անթույլատրելի այն տեսանկյունից, հարգելի դիմումատուներ, հարգելի երրորդ անձ, ձեր խոսքը հիմա շատ բարձր է, որովհետև այստեղ հարց գնաց, հարցին պատասխան փորձեց տրվել պարոն Վաղարշյանի, թե ինչպիսի ազդեցության տակ կարող են լինել ընտրողները։ Անթրոպոլոգիական հետազոտություն պետք չի կատարել հասկանալու համար, որ ընդդիմադիր ընտրողները, հիմա ընդդիմադիր գործիչների ասածներին է հավատում գրեթե անվերապահորեն իշխանության։ Եվ ում օգտին է այս ինստիտուտին այսքան վարկաբեկը։ Ոչ մեկի։ Ինչ ենք այսքան ոչ խնայողական վերաբերվում մեր ձեռքբերումներին։ Վերցրեք եւ նայեք այս ինստիտուտի իրար հետ ամբողջական վերցրած ընդհանրապես ներկայացվածությունը անգամ հաշվետվողականությունը, անգամ սահմանադրական դատարանում, չգիտեմ, թվերի վերաբերյալ վերլուծությունը։ Ինչքան մեծ հնարավորություն ունեք դուք այսօր, հարգելի դիմումատուներ, վերլուծելու թվեր։ Այս ամեն ինչը մեր բոլորի ձեռքբերումն է, բոլորի, որովհետև ընտրական օրենսգիրքը, որ հասել է այսպիսի ծայրահեղական, վերահսկողական գործիքների, դա լավորից չի եղել, բայց դա նրա համար չի, որ մենք թվակռիվ անենք և վերենք այստեղ ասենք 27,000 տարբերություն ենք գտել։ Շատ լավ հիշեցրեց պարոն Վարդևանյանը, թե ինչի համար է ստորագրած ցուցակները հրապարակվում։ Ստորագրած ցուցակները հրապարակվում է, որպեսզի գտնվի մարդիկ, որոնք գոյություն չունեն, այստեղ չեն, բայց նրանց փոխարեն ստորագրել են։ Ինչի համար ենք հրապարակում ընտրողների ցուցակը նախապես, որպեսզի էլի ստուգվի և պարզվի, արդյոք այն հին ավանդական թեզը, թե մահացածները ցուցակում են դեռ, ճիշտ է թե ոչ։ Եվ եթե անգամ այդպիսի դեպքեր կարող է լինել, որովհետև պետական մարմինը պիտի իմանա, չէ՞ որ քաղաքացին մահացել է որ անի։ Պետք է վերահսկել արդեն ստորագրած ցուցակներով, արդյոք այդ մահացածը քվեարկել է թե ոչ։ Արվել է այսպիսի գործողություն։ Մի օրինակով, մի տեղամասով, մի անձով բերվել է օրինակ, որ այս մարդը Հայաստանում չի, բայց նա քվեարկել է։ 27,000 տարբերության մասին։ Նախ սկսեմ նրանից, որ հարգարժան Հայաստան դաշինքի ներկայացուցիչներ։ Դուք այդ 340 տեղամասերը վերլուծելուց, արդյոք ստուգել եք դրանցում քանիսում ունեք նախագահներ, քանիսում ունեք քարտուղարներ։ 340 տեղամասերից 185-ում ունեք կամ նախագահ, կամ քարտուղար։ Հարցրել եք իրենց ինչ է տեղի ունեցել։ Երբ հաշվել եք այդ ցուցակների թվերը, ստուգել եք արդյոք ցուցակը ամբողջական է թե չէ։ Ընտրատարածքային տրական հանձնաժողովից 120,000 թերթիկ 24 ժամում սքան են արել և տեղադրվել է Կենտրոնական տրական հանձնաժողովի կարգում։ Կան անփութություններ, իհարկե կան անփութություններ։ Մենք ինքներս, ես ինքս շատ դեպքերում բարկության հասնող դժգոհություն ունեմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքից որոշ դեպքերում, տեղամասային ընտրական հանձնաժողովից որոշ դեպքերում։ Մենք վերահսկողություն անում ենք դրան, իհարկե անում ենք։ Միայն քվեարկության նախորդ օրը 200 տեղամասի նախագահին զանգել են Կենտրոնական տրական հանձնաժողովից կահավորման վերաբերյալ
մեր հորդորների, մեր մեթոդական ցուցումների համար, որպեսզի կահավորումը լավ լինի։ Դա վերահսկողություն է, թե չէ։ Ձեր բոլորի զանգերով, այդ թվում քվեարկության օրը մեր ծանրաբեռնված ժամանակաշրջանում, բոլորի զանգերին պատասխանել եմ ես անձամբ եւ կարիքի դեպքում տեղամասային տրական հանձնաժողովի նախագահի հետ եմ խոսել, ասել եմ վստահված անձին պետքա սա թույլ տա, վստահված անձը սրա իրավունքը ունի, վստահված անձանց համար դասընթաց եմ կազմակերպել մեր այն ամենասուղ ժամանակահատվածում եւ դիմումատուների մեծ մասը մասնակցել են այդ դասընթացներին, իրենց դասընթացավարներին վերապատրաստել են, որպեսզի ինձ տված ժամանակի համար շնորհակալություն։